Գեղեցկուհի, տաղանդավոր դերասանուհի Ադրինե Աճեմյանն այս շրջանում Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալի դերասանական կազմում է, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Էլկային։ Էլկայի կերպարը միանգամից սիրվեց ու ընդունվեց հեռուստադիտողների կողմից։ Նշենք, որ սա առաջին համագործակցությունը չէ դերասանուհու և պրոդյուսեր Ելենա Արշակյանի։ Դերասանուհին նկարահանվել է նաև այլ նախագծերում։ Եռամյա ընդմիջումից հետո Հայաստանը կմասնակցի «Միս Աշխարհ 2025» գեղեցկության համաշխարհային մրցույթին, որը կկայանա մայիսի 7-ից 31-ը Հնդկաստանի Թելանգանա նահանգում։ Մրցույթին այս տարի մասնակցելու են 130 երկրների ներկայացուցիչներ։ Մեր երկիրը ներկայացնելու է 19-ամյա Ադրինե Աճեմյանը։ «Միս Աշխարհ» մրցույթի Հայաստանի մասնակից Ադրինե Աճեմյանը «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշել է, որ սովորում է կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, երգում է, 12 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարով։ Կարծում եմ, որ ամենակարևոր ուղերձն այն է, որ գեղեցկուհին պետք է լինի նաև տաղանդավոր, որովհետև մրցույթը չի սահմանափակվում միայն մասնակցի արտաքին տեսքով, ասել է նա։ «Միս Երևան Փրոդաքշնի» տնօրեն Արմինե Մուրադյանն էլ հավելել է, որ «Միս Աշխարհ» մրցույթում տարբեր փուլեր են լինելու՝ տաղանդի, երգի, պարի, իսկ Ադրինեն մասնակցելու է գրեթե բոլոր փուլերին։ Նրա ձևակերպմամբ՝ նման մրցույթներում որևէ տեղ զբաղեցնելը պատիվ է ցանկացած երկրի համար։ «Միս Հայաստան 1998», «Միս ԱՊՀ 1999» Գոհար Հարությունյանն ասաց. «Միս Երևան Փրոդաքշնը վերցրել է էստաֆետն իր ձեռքը և բավական կարևոր աշխատանք է տանում գեղեցկության ոլորտը զարգացնելու ուղղությամբ։ Դրա համար էլ ինքը և գեղեցկության մրցույթներում հաղթած գեղեցկուհիները պատրաստ են աջակցելու նրան»։ Ադրինեն գեղեցկության մրցույթների աշխարհում նորեկ չէ։ 2020 թվականին նա մասնակցել է կրտսեր «Միս Երևան» գեղեցկության մրցույթին՝ հայտնվելով լավագույն հնգյակում։ Ադրինեն, ինչպես արդեն նշեցինք, սովորում է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, երկրորդ կուրսում, բացի սերիալում նկարահանվելուց նաև երգում է։ Ադրինեն, որպես հայաստանյան ներկայացուցիչ, ընտրվել է «Միս Երևան Փրոդաքշնի» կողմից մասնակցելով քասթինգի։ Փորձել ենք ընտրել այնպիսի մասնակցի, ով կկարողանա մաքսիմում ներդրում ունենալ այս նախագծում և աշխարհին ևս մեկ անգամ կներկայացնի մեր երկիրը, մեր մշակույթը, արվեստը, իսկ այդ հարցում Ադրինեն, կարծում եմ, մեր ընտրած տարբերակներից լավագույնն էր, ով կարող է իսկապես լավ ներկայանալ, հավելել է «Միս Երևան Փրոդաքշնի» տնօրեն Արմինե Մուրադյանը։ Արմինե Մուրադյանի խոսքով Հայաստանի մասնակիցն այս օրերին աշխատում է իրեն աջակցող պրոֆեսիոնալ թիմի հետ։ Մրցույթում Ադրինեն կներկայանա Գևորգ Շադոյանի հեղինակած զգեստներով հանդես գալով ազգային և երեկոյան հագուստներով։ Մենք միշտ խոսում ենք հաղթանակի մասին, բայց մոռանում ենք շատ կարևոր փաստ, որ պետք է մեր երկիրը ներկայացնենք, մեր մշակույթը, տարազը։ Տարիներ ի վեր մեր աղջիկները բարձրաձայնել են բազմաթիվ քաղաքական խնդիրներ, բացի այդ ներկայացրել մեր ազգային պարը, երգը։ Պետք է միշտ ոգևորել մասնակցին, ոչ թե ասել մենք չենք հաղթում, պետք է ոգևորել հենց մասնակցությունը, չէ՞ որ եթե չմասնակցենք, չենք հաղթի։ Եթե ինձ էլ ժամանակին թույլ չտային մասնակցել, երբեք չէինք ունենա այն հաղթանակները, որոնք ունեցանք։ Կցանկանայի, որ ավելի շատ քաջալերենք մեր գեղեցկուհիներին, որպեսզի գան և մասնակցեն այնպիսի մրցույթների, իր խոսքում ասել է նա։ Հայաստանի ներկայացուցիչը մրցույթին մեկնելու է մայրիկի հետ, այնուհետև նրանց կմիանա նաև հայաստանյան թիմը։ Անդրադառնալով ընտանիքի ու հարազատների աջակցությանը, Ադրինեն նշել է. «Ընտանիքս գրեթե միշտ իմ որոշումներին կողմ է լինում, չի եղել մեկը, ով դեմ կլիներ իմ մասնակցությանը, ինչի համար շնորհակալ եմ նրանց։ Կարծում եմ Հայաստանի համար արդեն մեծ նշանակություն ունի այն փաստը, որ մեր անունը 3 տարի անց կրկին կհնչի այդ մեծ բեմից։ Հաղթելու դեպքում միանշանակ կվերադառնամ Հայաստան, կշարունակեմ գործունեությունս այստեղ»։ Խոսելով մրցույթում իր քաղաքական մեսիջի մասին, Հայաստանի ներկայացուցիչը հուզվեց՝ հիշատակելով պատերազմի վտանգի ներքո գտնվող փոքր պետությունների խնդիրները։ Նշենք, որ մրցույթը կկայանա մայիսի 7-ից 31-ը Հնդկաստանի Թելանգանա նահանգում։ Հեռուստադիտողներին մեկ հարց է հետաքրքրում՝ արդյոք Ադրինե Աճեմյանը կշարունակի նկարահանվել «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում, թե մրցույթի պատճառով նրա նկարահանումները կդադարեցվեն։
Այս հարցով դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, սակայն հեռուստադիտողները հուսով են, որ նրա կերպարը չի հեռանա հեռուստանախագծից և նա շատ շուտով կրկին կմիանա նկարահանումներին: Չնայած այս պահին Ադրինեն գտնվում է Հայաստանում և հավանաբար նկարահանումներ նրա մասնակցությամբ իրականացվել են: Իսկ ինչպես կանդրադառնա հեռուստասերիալի ընթացքի վրա նրա բացակայությունը, ցույց կտա ժամանակը: Մենք էլ միանում ենք բոլոր շնորհավորանքներին և Ադրինեին ցանկանում մեծ հաջողություններ և իհարկե հաղթանակ այդ կարևոր մրցույթում: Կմեկնաբանենք ու կբացահայտենք նոր մանրամասներ մրցույթի հետ կապված, այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ու թողնել ձեր կարծիքները տեսանյութի մեկնաբանություններ բաժնում: Ինչ եք կարծում, Ադրինեն հաղթելու է այդ կարևոր մրցույթում, թե ոչ: Կիսվեք ձեր կարծիքներով ու շնորհավորեք դերասանուհուն ևս մեկ անգամ ու հաջողություն մաղթենք: